Ay mangust լրիվ երեխա ես չի։ Գեր Պետրոսյան, բայց է ժամը պարզություն է։ Հա, գիտեմ, Հովհաննես, բայց ես եմ պարապել։ Հա, դե ով է իրոք։ Գեր Պետրոսյան, ինչ-որ բան է պատահել։ Չէ, Լուսինե ջան, նորմալ է ամեն ինչ։ Բայց մեզ թվում է ուրեղել Անգեր Պետրոսյան, դուք դասարան մտնելիս երբեք սենց անդրամալից չեք եղել։ Այլ Անգեր Պետրոսյան, կարող է ինչ-որ վատ բան ենք եղել, ներեցրել ենք։ Չէ, Հովհաննես ջան, հագից նստեք, նորմալ է ամեն ինչ։ Սեդա։ Շեկոհանը քեզ ինչ էլ ասի։ Միևնույն է։ Գալիս ես դպրոց, լավ։ Բայց Անգեր Պետրոսյան։ Վերջ Սեդա, ինձ ես լսում։ Չի ուզում, չէ, որ ես նորից դպրոց գամ։ Սեդա, հիմա դրա վրա չեն կենտրոնանում, լավ։ Շեկոյանը ճշմարտությունը չգիտի ու առայժմ չի ուզում իմանալ։ Բայց հենց իմանա կզղջա։ Իսկ եթե մի քիչ էլ սպասեմ, դե ավելորդ տեղ խնդիրներ չստեղծեմ։ Չէ, Սեդա, նորմալ է ամեն ինչ։ Ուղղակի սա մի փուլ է, որը պիտի հաղթահարես ու շուտով կավարտվի։ Դու պիտի ուժեղ լինես։ Հա։ Խնդրում եմ քեզ, ուսուցչանոցից պայուսակս բեր, լավ։ Երեխեք, հիմա ուշադիր ինձ եք լսում։ Ես Սեդային հատուկ եմ ուղարկել։ Հատուկ։ Այո, ուզում եմ ձեզ հետ խոսել իր թեմայով։ Անգեր Պետրոսյան, Սեդայի դպրոց գալու հետ է կապված։ Հա, Լիլիթ ջան։ Ես ուզում եմ, որ դուք հիմա առավել ներփալկատ ու հոգատար լինեք Սեդայի հանդեպ։ Նա հիմա շատ դժվար փուլ է հաղթահարում ու մեր բոլորի ուշադրության ու օգնության կարիքն ունի։ Հարկ չկա Անգեր Պետրոսյան, ինչ ըսեք հաստատ այդպես կենենք։ Դուք մենակ ասեք Անգեր Պետրոսյան։ Ով էր։ Սոֆան էր։ Լավ, ուրեմն Շեկոյանը քիչ հետո կհայտնվի։ Լավ, ինչևէ։ Ես չեմ ուզում ձեզնից գաղտնիքներ պահել։ Միևնույն է, դուք այդ մասին շուտով իմանալու եք։ Մենք գիտենք, որ Շեկոյանը չի թողնում Սեդան դպրոց գա։ Դե դա արդեն գաղտնիք չի։ Սեդան ամբողջ օրը է դա ասում, բայց չեմ հասկանում, խիա Շեկոյանը կպել իրանից։ Լավ, երեխեք։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ։ Ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որ եթե հանկարծ նույնիսկ Շեկոյանը վիրավորի Սեդային, Սեդան էլ ավելի վատ չզգա իրեն, լավ։ Այսինքն ջեր մտնոլորտ։ Ինչպես ընտանիք, չէ։ Հա, Լուսինե ջան։ Չէ՞ որ մենք էլ այստեղ մի մեծ ընտանիք ենք։ Շնորհակալություն։ Երեխեք հիշեցիք, չէ՞ ինչ ասացի։ Հանգիստ եղեք Անգեր Պետրոսյան։ Երեխեք, բայց ես լարվեցի։ Հաստատ եկել է, որ ինձ դուրս անի։ Էլ մի հասել որ։ Հա, լուրջ եմ ասում, հեսա կմտնի ներս կասի, քեզ չէի ասել դպրոց չմտնես Այանա մոտ։ Ինչ գիտես։ Դե գիտեմ էլի Պետրոսյանը մտել է Շեկոյանի մոտ, որ իմ հարցով խոսեր, երբ որ ներս մտավ շատ լարված էր։ Հիմա էլ եկել է, որ Դու հանգիստ եղեք։ Հա, ճիշտ է։ Երեխեք, կարանք լսենք, թե ինչ են խոսում։ Արի աղբերս, արի նստի ավտոն տանը։ Չէ, ես կգնամ ուզում եմ քայլեմ մի քիչ։ Աղբերս եղած է, հետ չես բերի, ցավը տանեմ, իզուր տեղ է, այդքան մի տաղանջի քեզ։ Տիկո մեկը ոչ դու ես ինձ հասկանալու, ոչ էլ Մանվելը, ավելի լավ է չխոսեմ։ Արի նստի, ես քեզ կտանեմ տուն, կգնաս տունը մի քիչ կքնես, կհանգստանաս, ամեն ինչ լավ կլինի։ Ես կգնամ Տիկո։
Մանգուստ, չամաչեր լաց կլիներ։ Ես քեզ կարծես բան էի ասել։ Ես էլ ձեզ տիկին Շեկոյան։ Եվ ինչ այդ անառակի պատճառով իմ դեմ ես դուրս եկել։ Այո, ձեր դեմ եմ դուրս եկել։ Որովհետև չեմ ուզում, որ ձեր սխալի ու այս սառնիմն է, այս ծառնիմն է սկզբունքի պատճառով Սեդան տուժի։ Բավական է քեզ Մայր Թերեզայի տեղը դնես։ Բավական է սրաները առաջ լավը մարդ դուրս գաս։ Դու ինձ չես լսում, դու ինձ չես ենթարկվում, այնինչ այս դպրոցի տնօրենը ես եմ։ Ես եմ ասելու և ես եմ որոշելու։ Ես հակառակը չասացի։ Այո, դպրոցի տնօրենը դուք եք, բայց Սեդայի հարցում դուք սխալվում եք։ Իսկ ես չեմ կարող հանդուրժել, որ ձեր սխալը վատ անդրադառնա Սեդայի ապագայի վրա։ Չեմ, մենք իրար չենք կարող հասկանալ։ Մենք կարծես տարբեր լեզուներով ենք խոսում։ Ես ձեզ արդեն ասել եմ իմ ասելիքը ձեր սենյակում։ Սեդան սովորելու է այս դպրոցում։ Եվ աշակերտին ազատում եմ դատարանի վճռով։ Իսկ դուք ունեք նման վճիռ։ Բավական է Անժելա։ Այո, բավական է տիկին Շեկոյան։ Այդ դեպքում ես քեզ կհանեմ դասղեկությունից, որ մի քիչ ամպերից իջնես։ Արեք ինչ ուզում եք։ Իսկ դու մտածել ես Անժելա, մտածել ես քո մասին, քո դասարանի երեխաների մասին, որոնց այդքան սիրում ես։ Արժե մի անառակի պատճառով զրկվել այդ ամենից։ Այո, շատ եմ սիրում տիկին Շեկոյան։ Դրա համար էլ չեմ կարող հանդուրժել այն, ինչ որ շուրջս կատարվում է։ Իսկ ինչ է քո շուրջը կատարվում։ Անարդարություն, որի հետ ես համաձայն չեմ։ Գիտեք, երբ մարդ զղջում է իր արածի համար, նրան ներում են։ Իսկ Սեդայի հանցանքը որն է, որ սիրել է, մի քիչ շատ չպատժվեց այդ սիրո համար տիկին Շեկոյան։ Վերջապես բաց արեք ձեր աչքերը։ Թե մենք սովոր ենք սթափ նայել իրերին, երբ արդեն ինչ-որ լուրջ դժբախտություն է կատարվում։ Ներեցեք։ Բավական է Անժելա։ Բավական է տիկին Շեկոյան, այո, բավական է։ Այսօր Արմանների խումը շատ եմ կարոտել։ Հետարքիր է կգային օրը, որ իմ երեխին զանգի ու ասի պապ ես քեզ այնքան եմ կարոտել արի իմ մոտ։ Հա, իդես երբ մի 5, չէ ինչի 5, մի 3 տարուց։ Կզանգի կասի պապ ու դու մի անգամից կվազես, այս սենց երեխեն հետա, որ քեզ կարողանում է չոքացնի։ Այդ մեկը երբեք։ Արման, ես հիմա բան չեմ ասում, բայց հետո ես խոսակցանը կանդրադառնանք։ Ուղղակի մի բան կա, որ տա Աստված, որ միշտ երեխուդ կողքին լինես, միշտ